Կարճ ուղղակի ասեմ, այս քառորյայում մի քանի շատ էլ նախագծեր չկային, որպեսզի պատկերացում կազմեք, թե իշխանությունը ինչպես է աշխատում եւ արդյունավետությունը, քառորյան, որ տևում է 4 օր, եւ կառավարությունը պետք է օրենսդրական բազմաթիվ նախագծեր բերեր, քառորյան ավարտեցինք 1.5 օրում, չհաշված Նիկոլ Փաշինյանի երեկվա ջղաձգումներ, սովետի ժամանակ կար հնգամյակը 3 տարում, եւ այդպես արդյունավետությունն է չափվում այս կառավարության վերջում տարվա վերջում դեկտեմբերի վերջին օրերին մեկ էլ հիշում եմ որ տասնյակներով նախագծերի կարիք կա ու արտահերթերով փորձում են իրենց անգործունակությունը հիմնավորել դա էլ կառավարության գնահատականն է թեև իրանք կարծում են որ իրանք արժանի են բազմամիլիոնանոց պարգևավճարների երկու փոքր նախագծերի հետ կապված մեկ հունվարի 27-ը հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակի խոնարհումի օր հայտարարելուն Հայաստան խմբակցությունը այդ հարցով տևական ժամանակ նախաձեռնության հեղինակների հետ աշխատել էր գաղափարին կողմ լինելով առաջարկում ենք որ օրը տեղափոխվի որովհետև ինքը ոչինչ չխորհրդանշող օր էր մեկ եւ երկրորդը նախորդում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման տոնական օրվան եւ հաշվի առնելով որ վերջին տարիներին ոչ այդքան էլ տոնական ստվերոտ էր նշել իշխանությունները մեր զինված ուժերի մեր հայոց բանակի կազմավորման օրը շատ ավելի կստվեր էր դա եղավ մի պահ որ նախագծի հեղինակներից Ռուբեն Ռուբինյանը բանակցությունների մեջ էր մեր գործընկերոջ հետ Արծուկ Մինասյանի նույնիսկ գաղափար կար Սուրբ Հաչվերաստոնի հաջորդ օրը որը նաեւ մեռելոց է որը սեպտեմբեր ամսին է եւ ինչ որ առումով նաեւ կասոցացվեր սեպտեմբեր ամսին 20 թվականի 23 թվականի ռազմական ողբերգական դեպքերի հետ բայց քաղաքական մեծամասնությունը դեմ էր արտահայտում ու փորձեց մանիպուլացնել եւ կրկնում եմ որ մենք ընդունում ենք այդ գաղափարը եւ շատ վաղուց հասունացած գաղափարը ու վերջինը մի եւս փաստ որ որպես դեր նախին գործընկեր եմ ասում, սիրում եմ ես փաստերը միշտ իրար կողքի դնել, ու խորհուրդ կտամ բոլոր փաստերը իրար կողքի դնելուց հետո եզրակացության գալ։ 24 թվականին այս նախագիծը եղել է Գեգամ Նազարյանի հեղինակմամբ, հանձնաժողովի նիստում Գեգամ Նազարյանը նախագիծը ներկայացրել է սեպտեմբերի 27-ը հայտարարել հիշատակի օր, մեր գործընկերներից որոշները նաև հիաջակցություն Գեգամի մասնակցում են այդ նիստին Կառավարությունը դեմ էր արտահայտվել այդ օրվան եւ առաջարկել էր դե մեկաբանակի օրը նշվում է այցելում ենք նահատակներին ինչին պատասխան Գեգամ Նազարյանը վրթովել էր որ պետք չի ողջերին եւ նահատակներին խառնել իրար եւ դրա համար այդ ժամանակ նախագիծը 2 ամսով հետ քաշեց չգիտեմ ինչ էր փոխվել նրա մոտեցումներում որ հիմա համաձայնվել է եւ հունվարի 27-ը նշվելու է նահատակների օր Դեպ այդտեղ մի եւս փաստարկ որ բերում է նախագծի հեղինակները թե հիշելու ենք բոլոր նահատակներին գիտեմ Վարդան Մամիկոնյանից Տիգրան Մեծից սկսած պետք է հիշեցնեմ որ Վարդանանց տոնը ամեն փետրվար երկրորդ ուրբաթ օրը հայ ժողովուրդը արդեն հարյուրամյակներ նշում է սրբադասված Վարդանանց նահատակների օր Սարդարապետի հերոսներին բոլորը հիշում են Մայիսի 28-ին Սարդարապետի եւ Առաջին Հանրապետության օր, բայց ցավոք սրտի անցնող տարի սեպտեմբեր 27-ը իմիջիալոց են հիշում բոլորը պետական քարոզչական համակարգում, ավելի խայտառակ էր մեր պաշտպանության նախարարությունը, խայտառակ ուղղակի, որի պաշտոնական զինուժ ծրագիրը սեպտեմբեր 13-ին եթեր մտնելով մի բառ չի ասում, որ 22 թվականին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են հայոց զինված ուժերի 225 ծառայող, որոնք իրենց պարտն են կատարում։ Դրանից հետո է ճամարտակել բամենք զոհերի հիշատակը հարգում ենք, այդպես են հարգում։ Ուղղակի ջնջելով պաշտպանության նախարարության կայքից Արցախյան ազատամարտ հայոց զինված ուժերի կազմավորման պատմություն, ջնջելով նախագահի աշխատակազմի կայքից Արցախյան ընդհանրապես թղթածրար, ջնջելով գլխավոր դատախազությունի ցան կայքից
Սումգայիթի կոտորածների, Բաքվի կոտորածների այդ ամբողջ թղթածրարը, որ տարիներով հայ իրավաբանները, փաստաբանները, հասարակական գործիչները հավաքել են, ջնջելով արտաքին գործերի նախարարության կայքից Արցախյան բանակցությունների հետ կապված հսկայական թղթածրար, այդպես են հիշում եւ այդ ուրացության վերջին կաթիլն էլ երևի թե Դավոսում 3 առաջ օրը Հայաստանի նախագահ ներկայացող Վահագն Խաչատրյանի վիզա ծառած Ալիևին գովերքելն ու ներողություն խնդրելն էր, այսքանը։ Հանրային ռադիո խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Հարցս ուղղել եմ նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին։ Թրամփը Իրանի հետ գործակցող երկրների համար 25% մաքսատուրք է սահմանել, ինչպես եք պատկերացնում սրա ազդեցությունը Հայաստանի վրա, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ասեցին, որ այս խնդիրը կարող է լուծվել Հայաստանի բալանսավորված քաղաքականության արդյունքում, եւ նաև Եվրոպայի խորհուրդը նոր զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հայաստանում աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրների եւ բազմաթիվ խնդիրներ եւ անհամապատասխանություններ է արձանագրել բոլոր կետերով։ Ես կխնդրեմ նաեւ ձեր ընդհանուր մեկնաբանությունը եւ կարծիքը սրա մասին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ինչ վերաբերում է 25%-անցի 25% թուրքերին, նայեք, իրականում բալանսավորված քաղաքականություն չի բալանսավորված քաղաքականության հետ կապ չունի։ Իրականում պետք է ընդունենք իրողություններ։ Աշխարհը այլևս այն չափանիշներով ու արժեչափերով, որ գործել է եւ այն կլիշեները, որով Միացյալ Նահանգների հեգեմոնիան տարիներ շարունակ եղել է, եւ այս իշխանությունները, որ մտածում են, որ մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորությունը ժողովրդավարությունը իբր թե դրանով աշխարհում ճակատը բաց կներկայանան, այլևս այդպես չէ։ Ես խորհուրդ կտամ ընթերցել մի 2 օր առաջ է կարծեմ եղել Դավոսում կանադայի վարչապետի ելույթ։ Լուրջ քաղաքական գնահատականներով ելույթ աշխարհում այսօր տեղի ունեցող զարգացումներ, որտեղ օրենքները այլևս չկան։ Ինչ վերաբերվում է դա դեռ վերջնական չի, որովհետև այդ լարվածությունը վերիվարումները Միացյալ Նահանգների եւ Իրանի մեջ բարբերաբար են կրկնում։ Աշխատանքի իրավունք։ Շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, շատ լսում էի բրիֆինգը, շատ կարևոր էր, որ նման հատկապես հարցերին մեր, այսպես ասեմ, 4-րդ իշխանություն ուշադրություն դարձնի։ Դες ոքի շատ կարճ ասեմ, որ դաշնակցությունը ժամանակին հիմնադրել էր Հերեր Մարուխյան հիմնադրամ եւ տարիներ շարունակ այդ հիմնադրամում գործում էր աշխատանքի իրավունքների պաշտպանության գրասենյակ, որը հիմա էլ է գործում։ Դες ասեմ, որ հարյուրավոր իրավունքների ոտնահարման դեպքեր էր, որ արձանագրում էր եւ փաստաբանները, որոնք ծառայություն էին մատուցում, բազմաթիվ մեր հայրենակիցների իրավունքները հետո դատարաններում էին պաշտպանում ու շատերը նաեւ այդ իրավունքները շահել են։ Գիտեք, ինքը շատ խորքային է, հատկապես ինձ համար, որպես դաշնակցական, որպես սոցիալիստ մարդու համար, որովհետև համատարած ոտնահարումը իրավունքների, համատարած ոտնահարում, ամեն քայլափոխի է։ Մենք միգուցե չենք էլ նկատում, միգուցե այս օրերին, որ բոլորս դժգոհում ենք, որ Երևանի քաղաքապետարանը վատ է աշխատում եւ իրոք վատ է աշխատում, մայթերը սառցակալած են եւ այլն, մենք չենք էլ նկատում, որ այսպես ասեմ, այդ PR-ի համար Սառնամանիքին ցանկացած ժամի քաղաքապետարանը շատ ցածր վարձատրվող հարյուրավոր մեր հայրենակիցների այդ սանիտարա մաքրության այդ ծառայության հանում է այդ Սառնամանիքին փողոցները նկարում է որպեսի ցույց տա թե ինչպիսի ջանասիրությամբ է քաղաքապետարանը մաքրում Երևանի փողոցները եւ բոլոր ոլորտներում է վարձատրությունից սկսած պարզ աշխատանքային ժամեր հազար ու մի տեսակ խնդիրներ եւ այստեղ կուզեմ մի հատ կարեւոր մի բան, որ զեկուցում վստահաբար չկա, բայց կուզեմ մի աշխատանքային իրավունքի եւ ընդհանրապես իրավունքների ոտնահարման մի այլ աղմկահարույց փաստ ասեմ։ Խոսքը վերաբերում է պետական համակարգի աշխատողներին, խոսքը վերաբերում է կրթական հաստատությունների, առողջապահական հաստատությունների աշխատողներին, խոսքը վերաբերում է ոստիկանության հազարավոր ծառայողների, որոնց
լոկ Փաշինյանի կամակորության համար ամեն կիրակի հանում գցում են փողոցները, ամեն կիրակի այս համայնքից այն համայնք տանում են կեղծ պատարակների։ Մարդիկ շաբաթներով հանգստյան օրից զրկվում են, որովհետև պետք է բավարարեն Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրությունները։ Նայեք, շատերը քաղաքի կենտրոնում եք աշխատում ձեր խմբագրությունները։ Մի հատ կառավարության երկու մասնաշենքերի միջև այդ այգում նայեք ամեն օր 24 ժամ տասնյակ հարյուրավոր ոստիկաններ սոված ծառավ նստած են։ Հիմա միգուցե հավելավճար են տալիս նրան, բայց կրկնում եմ 24 ժամ հարյուրավոր ոստիկաններ սոված ծառավ նստած են։ Իհարկե ուժային համակարգում մարմինությունների իրավունքները շատ ավելի սահմանափակ են, բայց կրկնում եմ, փաստեր են, որ հատիկ միգուցե մենք առօրյա մեր կյանքում չենք նկատում, բայց դրանց հանրագումարն է, որ ի վերջո Հայաստանը սոցիալական պետություն է, սահմանադրական նորմը իրականության հետ կապ չունի։